Վարուկ Սուքասյան։ Ոնց որ թե Վիկիպեդիան բացահայտելը քիչ է, պետք է անցնենք Wikileaks-ին մարտնից։ Ուրեմն ինստիտուցիոնալ հիշողությունով, իրադարձություններով, բանով իմ հետ ինչ որ մեջլիս մտնել, փորձել ինչ որ բանի վրա ինձ բռնացնել, մի արեք, մի փորձեք, շահեկան վիճակում ոչ մեկը չի հայտնվելու։ Այնպես որ այդ առումով վազնանցեք, մի փորձեք ինչ որ մուսկուլներ հավաքել, իմ անձը թիրախավորելով որևիցե մեկը։ Ինչ վերաբերում է որևիցե ինչ որ կուսակցության բան, ես անդրադարձել եմ, ասել եմ, սկետ կուսակցության հիմնադիրներից շատ-շատեր էս բանով որտեղ են, բան ես կապ ունեմ, ինչ կապ կարայի ունեն այ ունեցել եմ մտերիմ մարդ ձեր կուսակցությունից, բայց այդքանը ընդհանրապես սահմանափակվում է պատմությունով, ոչ ավելին։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իր ցանկացած արարքի համար կրում է պատասխանատվություն անկախ իր գործած արարքների ժամանակ զբաղեցրած կամ չզբաղեցրած դիրքից։ Ես անկաշկանդ եմ, ես վերաբերում եմ երևույթներին, ես փառք Աստծո տարիների ընթացքում ունեցել եմ այնքան կապիտալ, որ իմ ուսերի վրայով մարդիկ են եկել ես դահլիճ, դարձել ավականու անդամներ, հետո կարիերան աճել է, դարձել են փոխքաղաքապետ, նախարար, ես ինչ եք մտածում, ձեր ճակերտավոր ճկունությունը չունեի, մի պաշտոն էլ ես ինձ յուրացնեի, ասեի այդ ամեն ինչ անում եմ հանուն Երևանցու։ Այնպես որ ամեն մեկը իր արշինով ու իր երազանքների չափանիշներով թող Սուս մնա, հանգիստ պետք կարգի երավիրեք, աստեղ, կարգի երավիրեք, ամենական նյարդերի ջղաձգում անում, երբ որ իրականությունը շրջատում ես մարդկանց Տոնայնության խախտումը հիմնականում ձեր խմբակցությունից է սկսում, պարոն Սուքասյան։ Դա արձագանք Տոնայնության խախտումը։ Երբ որ խոսքի ժամանակ լինում է ռեպլիկ, լինում է հակադարձում։ Լռություն։ Ռեպլիկները կասեցրեք, մնացածը չի լինի։ Ես հասկանում եմ, որ գալիս է ընտրական գործընթաց, կա գահավիժող իշխանության գահավիժող վարկանիշ եւ ամեն էլ ուրիշ know-how չկա, էլի այդ հներին նախկիններին վերադարձ, նախկին արատավոր բարքերը ինչ վատ բան եղել է, դուք ոչ միայն այդ ամենը չեք վերացել, դրի բան կատարելագործել եք, դարձել եք շահառու, այդ ամեն ինչը շահարկելով մատին փաթաթնդարձնելով, բայց էլ այդ հին պլաստիկան էլ չի աշխատում, դրա մասին են խոսում եւ տարբեր ընտրական գործընթացները եւ սոցիոլոգիական հարցումները, այնպես որ սիրելի երևանցիներ, այս մեր 7-ամյա անկման եւ գահավիժման շրջանը մոտենում է իր ավարտին եւ յուրաքանչյուրը իր գույքի եւ եկամուտների հայտարարագրով, որ շատ եք տենց տարփողում, հա, գույքի եկամուտների հայտարարագրով եւ քաղաքական անձնագրով առաջիկա ընտրություններին կներկայանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դատին։ Այլ ելույթներ ֆրակցիաների անուններից